Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի հաղորդմամբ սկսվել է ուսուցիչների և ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունների գրանցումը։ Թեկնածուները կարող են գրանցվել online.nice.gig կայքում մինչև մայիսի 6-ը ժամը 18:00-ն։ Բարդաթիր է, որ դիմորդները ապրիլի 20-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 4-ի ժամը 18:00 վճարեն քննությունների վճարը։ 2026 թվականից ուսուցիչները և ուսուցիչ դառնալ ցանկացողները իրավունք ունեն մեկ առարկայի քննության փոխարեն գրանցվել և հանձնել առավելագույնը 3 առարկայի քննություն, նաև ավագ հատուկ ուսուցչի և հիմնական մասնագիտական հմտությունների քննություններ։ Մասնակիցների համար մեկ քննության արժեքը կազմում է 50 լարի, վճարումը կատարվում է Վրաստանի բանկ, Bank of Georgia-ի միջոցով, մասնավորապես օնլայն վճարման համակարգով, ինտերնետ բանկինգով, մոբայլ հավելվածով, ինքնասպասարկման տերմինալներով։ Հատուկ քննական պայմանների կարիք ունեցող թեկնածուները գրանցման գործընթացում պետք է նշեն համապատասխան վանդակը և մինչև մայիսի 6-ի ժամը 18:00 գնահատման և քննությունների ազգային կենտրոն կամ համապատասխան կրթական ռեսուրս կենտրոն ներկայացնեն առողջական վիճակի մասին տեղեկանք։ Այո, այսօրվանից արդեն բացվել է ուսուցիչների առարկան քննության համար գրանցումը եւ գրանցումը կտևի մինչեւ մայիսի 6-ը ժամը 6-ը ուսուցիչները կկարողանան գրանցվել։ Այս տարին փոփոխություն կա, նորություն կա, ուսուցիչները կարող են գրանցվել 3 առարկայի։ 3 առարկայի համար էլ յուրաքանչյուր առարկայի համար պետք է վճարեն 50 լարի, քանի առարկա որ ընտրում են, նրանք կարող են գումարը մուծել եւ քննությունը ընտրել։ Մի բան էլ կա, այստեղ նրբություն էլ կա, ասեմ, որ գրված է, որ եթե առարկաները նման են, այսինքն նմանատիպ առարկաներ, երկու հատ ընտրել չես կարող, որ ավելի պարզ լինի, ասեմ, որ եթե օրինակ տարական դասարանների քննություն ուսուցիչների քննության մեջ մտնում է օրինակ մաթեմատիկա, բնություն եւ մայրենի է մտնում, ապա ուսուցիչը, որը ընտրել է արդեն տարական քննությունը, չի կարող առանձին ընտրել առաջինից 6-րդ դասարանի մաթեմատիկա կամ առաջինից 6-րդ դասարանի բնություն, չի կարող ընտրել, քանի որ արդեն այդ առարկաները ընդգրկված են այն քննության մեջ։ Նրբությունը դա է, մնացած ոչ մի սահմանափակում չկա, ել եմ կրկնում, յուրաքանչյուր ուսուցիչ կարող է գումար մուծելով հանձնել քննություն եւ ելի եմ ասում շատ բարի գովալի է, որ եթե մի առարկայից չանցար, մյուս առարկան կարող եւ անցնես։ Այս քննությունները արդեն մեզ հնարավորություն են ավելի տալիս, որ ասենք մենք ավելի բարձրացնենք մեր ասենք որակավորումը բարձրացնենք եւ կարողանանք գնալ արդեն ավելի բարձր աստիճանի հասնելու համար, բայց դա ոչ թե ծանխանի քննություն է, ուղղակի մենք կարողանանք քննությունը հաստատելով, եթե առաջիկայում մենք ունենք, որ եթե նույն առարկայական կաֆեդրայի մեջ են մտնում առարկաները, եթե դու պարապում ես խոսքին բիոլոգիա եւ դասավանդում ես զուգահեռ քիմիա խոսքին, վերցնենք այդպես, դու վարձատրվում ես 2 առարկայից որպես ավագ, բայց այս տարվանից արդեն այդպես չի լինի, եթե դու բիոլոգիա ես, կենսաբանություն ես դասավանդում, մենակ կենսաբանության համար ավագության փողը կստանաս, իսկ եթե դու հանձնած ունես քիմիա, ուրեմն քիմիայի համար էլ կստանաս առանձին որպես ավագ կվարձատրվես, իսկ եթե չունես, այսինքն համատեղություն աշխատավարձի փոխանցման ժամանակ չի լինի։